Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է եկել Համասի և Գազայի հատվածում գտնվող այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։ Համասի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ նրանք համաձայնության են եկել Գազայում լիակատար զինաթափման ծրագրի հարցում։ Իսրայելը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Ամերիկացի պաշտոնյաները հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին ասել են, որ Թրամփը շատ հիասթափված կլինի, եթե Իսրայելը հրաժարվի համաձայնագրից։ Լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների և Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականացման կոմիտեն կհետևի զինաթափման գործընթացին։ Պաշտոնյաներն ընդունել են, որ Համասի լիակատար զինաթափումը կարող է ավելի երկար տևել, քանի որ նրա բանակը, թունելները և արտադրական օբյեկտները շատ ավելի նման են պետական, քան զինյալ խմբի օբյեկտներին։ ԱՄՆ-ի և Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ նախ Գազայում Համասի ոստիկանությունն իր զենքը կհանձնի անցումային իշխանությանը։ Դրան կհաջորդի ծանր զենքը շահագործումից հանելու գործընթացը, որը կներառի թունելների և պահեստների փակումը, ինչպես նաև այդ օբյեկտներում տեղակայված զինյալների հեռացումը։ Սա կլինի շատ բարդ տեխնիկական գործընթաց, որի հիմնական հարցերից մեկը կլինի հավաքված զենքի անվտանգ պահպանումը։ Վերջապես Գազայում գտնվող բոլոր անձնական զենքերը պետք է լուծարվեն Պաղեստինյան օրենսդրության համաձայն։ Պաշտոնյաների խոսքով այս գործընթացի շրջանակներում աշխարհազորայիններն ու կլանները նույնպես պարտավոր կլինեն հանձնել զենքը։ Համաձայնագիրը ձեռք է բերվել մի քանի շաբաթ տևած շատ բարդ բանակցություններից հետո, ասել է Խաղաղության խորհրդի խոսնակը։ Վոլգոգրադի Վայլդբերեզի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Հրշեջ խմբերը դեպքի վայրում են, նախնական տվյալով վիրավորներ չկան, հայտնել է կազմակերպությունը։ Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով 5 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Վնասվել է 2 տուն, իսկ վառելիքա-էներգետիկ ոլորտի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Իսկ Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի սննդի արդյունաբերական ձեռնարկությանը հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել առնվազն 10 մարդ։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Հանժան։ Հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել, անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ռուսական հարվածին հաջորդած պայթյունի պահը։ Reuters գործակալությունը հաստատել է տեսանյութի վայրը, հիմնվելով շենքի, փողոցային լուսավորության և ճանապարհային ցանցի վրա, որոնք համընկնում են հետևանքի կադրերին, արխիվային և արբանյակային լուսանկարներին։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալով Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռ է կիրառել գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Ռադուշնեյում ռուսները երկար ժամանակ անց առաջին անգամ Հյուսիսային Կորեայի արտադրության հրթիռ են կիրառել, նախնական տվյալները հենց դա են փաստում, ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։ Պաշտոնական տվյալներով Ռուսաստանը գիշերային հարձակման ընթացքում տասնյակ հրթիռներով և հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Միգրանտների զանգվածային հոսքը դեպի իսպանական Սեուտա հարձակում է և Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում, հայտարարել է պետության վարչապետ Պեդրո Սանչեսը քաղաք ժամանելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ Տեղի ունեցածն արժանի է մեր ամենավճռական դատապարտմանը և պարսավանքին, ասել է Սանչեսն ու հավելել, որ կառավարությունը գործի կդնի պետական բոլոր ռեսուրսները քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Հուլիսի սկզբին Իսպանիայի գերագույն դատարանը որոշել էր, որ Սեուտա հասնելու փորձի ժամանակ ծովում բռնված միգրանտները չեն կարող վերադարձվել հայրենիք պարզեցված օրակարգով։ Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ մաֆիայի և հանցավոր կազմակերպությունների կողմից այս որոշման չարաշահումը հանգեցրել է միգրացիայի աճին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 60,000 անօրինական ներգաղթյալ է ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա անկլավ։ Փրկարարները ջրից դուրս են բերել առնվազն 34 մարմին։ Օրվա ընթացքում Իսպանիայի և Մարոկկոյի կառավարությունների համատեղ ջանքերով հայրենիք է վերադարձվել անօրինական ներգաղթյալների մոտ կեսը։ Սեուտան և Մեիլյան Մարոկկոյից հյուսիս գտնվող իսպանական ինքնավար քաղաքներ են և Աֆրիկայի հետ Եվրամիության միակ ցամաքային սահմանը։ Մոտ 85,000 բնակիչ ունեցող երկու քաղաքում էլ պարբերաբար գրանցվում է Եվրոպա հասնել ցանկացող միգրանտների սահմանահատման փորձերի աճ, սակայն տեղի ունեցած ներհոսքի մասշտաբն աննախադեպ է եղել։ Սեուտայում տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն են հայտնել Ֆինլանդիան, Իտալիան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել մեր միություն առանց մեր կանոնները հարգելու։ Վտանգավոր սահմանային անցումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մաքսանենգների ցանցերը պետք է քանդվեն և վերադարձը պետք է արագ իրականացվի, ինչպես թույլատրվում է մեր կանոններով, ասել է ֆոն դեր Լայենը։ Իսպանիայի կառավարությանը քննադատության է արժանացրել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։ Այս անընդունելի միջադեպը Իսպանիայի կառավարության Եվրոպա զանգվածային անօրինական միգրացիան թույլատրելու և դրան նպաստելու միտումնավոր ջանքերի ուղղակի հետևանք է, նշված է Մարկո Ռուբիոյի ղեկավարած գերատեսչության հայտարարության մեջ։
Լիտվայի սահմանապահներն էլ երկրի հարավ-արևելքում Բելարուսի հետ սահմանին հայտնաբերել են թունել, որը հնարավոր է փորված է եղել անօրինական միգրանտների համար։ Ըստ պատկան մարմինների թունելը փորվել է բելարուսական կողմից։ Լիտվայի իշխանություններին ստորգետնյա թունելների որոնման գործում օգնել են լեհ մասնագետները։ Վերջերս մենք նկատել ենք միգրանտների մարտավարության փոփոխություն։ Գաղտնի անցումների համար նրանք ավելի հաճախ օգտագործում են թունելներ կամ քարանձավներ, ասել է պետական սահմանապահ ծառայության ղեկավարը։ Նա նշել է, որ սահմանապահները հայտնաբերել են տասնյակ այլ վայրեր, որտեղ կարող են գտնվել նմանատիպ ստորգետնյա անցումներ, որոնց ստեղծումն անհնար կլիներ առանց բելարուսական կողմի աջակցության։ Դավիթ Մուրադյան, լուրեր։